Վերածննդի դարաշրջանում կան ռեստորաններ եվրոպական պատմության մեջ շարժական է, որ հայտնի է մշակույթի բազմապիսի վերափոխումներ։ Վերածննդի դարաշրջանը փոխելու եկավ միջին դարերի և դարձավ միջանկյալ շրջան վերջին սուր լուսավորության դարաշրջանի համար։ Սակայն ընդունված է համարել, որ վերածննդի դարաշրջանը սկսվել է 115 դարում և վերջացել է 1500-րդ դարում։ Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ գավել տարբեր գիտնական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց անկախ։ Այս շարժումը սկսվեց Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի։ Վստահությամբ կարելի է ասել, որ Եվրոպայի բոլոր երկրներում վերածնունդը ունեցել է հասարակական ազդեցություն։ Ռենեսանսի այս ներկայացուցիչները մի շարքի վրա կանգնեցին հին հունական և հին հռոմեական ստեղծագործողների հետ։ Վերածննդի դարաշրջանում գրականությունը երկու տիպի էր բաժանվում՝ ազգային պոեզիա և անտիկ գրականություն։ Այս երկու տիպերի միասնությունն է ստեղծում հետաքրքիր կիսաֆանտաստիկ աշխատություններ, ինչպիսին է Դոն Կիխոտը։ Անկասկած, վերածննդի դարաշրջանի նկարիչները մեծ ուշադրություն են արժանի։ Սանդրո Բոտիչելին ռենեսանսի գեղարվեստի կառուն ներկայացուցիչներից մեկն է։ Նրա ամենահայտնի կտավներն են «Վեներայի ծնունդը», «Գարուն», «Վեներան և Մարսը»։